Սամտրեդիա Գրիգոլեթի մայրուղու վրա փլուզված կամրջի գործով ձերբակալվել է 5 մարդ, այս թվում ճանապարհային դեպարտամենտի նախկին տեղակալ Լևան Կուպտաշվիլին։ Հետաքննությունը ձերբակալվածների մեղադրում է պաշտոնական լիազորությունների չարաշահման, կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման, խոշոր չափի միջոցների խարդախությամբ յուրացման և պաշտոնական դիրք օգտագործելով խոշոր չափի գումարի խոշտանգման մեջ։ Ժամանակակից Եվրոպան բացահայտորեն կանգնած է հանցավորների կողքին, ուղին պարզ է, լուծումը ակնհայտ։ Եթե Բրյուսելը ցանկանում է վերադառնալ եվրոպական արժեքներին, ապա առաջին քայլը ժողովրդավարությունը ճանաչելն ու հարգելն է, գրում է Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Ըստ Պապուաշվիլիի, Բրյուսելը շեղվել է ընդհանուր եվրոպական արժեքներից, որոնցից գլխավորը ժողովրդավարության նկատմամբ հարգանքն է։ Անհնար է հարգել ժողովրդավարությունը և միևնույն ժամանակ միջամտել այլ ժողովուրդների ընտրությանը։ Այն ձևը և ինտենսիվությունը, որով Բրյուսելը և նրա որոշ դեսպաններ միջամտեցին 2024 թվականի ընտրություններին, խախտում է ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան, կարդում ենք խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ։ Միասնական ազգային շարժումը ընդդեմ վրացական երազանքի սահմանադրական դատարան հայց կներկայացնի։ Լևան Բեժաշվիլիի խոսքով կուսակցությունը այս որոշումը կայացրել է միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Նրա խոսքով բողոքը կներկայացվի մի քանի փուլով։ Առաջին փուլում կբողոքարկվի այսպես կոչված Ծուլուկյանի հետաքննչական հանձնաժողովի եզրակացությունը, երկրորդում այն օրենքները, որոնցով վրացական երազանքը արգելում է կուսակցությունները, իսկ երրորդում անմիջականորեն կվերաբերվի վրացական երազանքին։ Որն է ընդդիմության ծրագիրը։ Առհասարակ հնարավոր է տեսնել միասնական ընդդիմություն։ Ազգային շարժումը համաձայն է Միխեիլ Սահակաշվիլիի կոչերին, չնայած տարաձայնություններին միավորվել, մինչդեռ Գյորգի Գախարյայի թիմը դեմ է միավորմանը։ Իշխող թիմը հայտարարում է, որ ընդդիմադիր կուսակցությունները ոչ մի շանս չունեն։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում ոչ խորհրդարանական ընդդիմության մի մասի հետ։ Քննարկումները արդեն տեղի են ունեցել Միացյալ ազգային շարժում, կոալիցիա հանուն փոփոխությունների և Լելո հզոր Վրաստան կուսակցությունների հետ։ Նշել են, շեշտը դրվել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, մասնավորապես երեկույթների և փողոցային բողոքի ակցիաների արգելման վրա։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ձերբակալվածների ազատ արձակմանը։ Հանդիպումներ են ընթանում Ազատության հրապարակ և Աննա Դոլիձե կուսակցությունների անդամների հետ, իսկ մինչ այդ տեղի ունեցել ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների որոշ անդամների հետ հանդիպում։ Բեռլինում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին խորհրդակցությունների կանչելը շատ հստակ դիվանագիտական ուղերձ էր Վրաստանի ղեկավարությանը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի այս հայտարարությունը Թբիլիսիում դարձել է քաղաքական գնահատականների թեմա։ Խոսնակի խոսքով Վրաստանի կառավարությունից կա հստակ սպասում, որ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները կխուսափվեն։ Գործակալությունը նաև նշել է, որ բանակցություններ են վարվել Վրաստանի կառավարության հետ։ Մենք այժմ գնահատում ենք Վրաստանի ղեկավարությանը նրա գործողություններով, մենք դրանցից հետագա եզրակացություններ կանենք, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Դատարանը Նիկա Մելիային ճանաչեց վարչական գործով իրավախախտ և նշանակեց 5000 լարի տուգանք։ Սա վերաբերում է Նիկա Մելիայի Լիսի լճի մոտ վարչական կալանքի գործին։ Նիստի ժամանակ հարցաքննվել են 2 ոստիկան, որոնք նույնպես հայտարարել են, որ Մելիան վիրավորել է իրենց։ Կոալիցիայանում փոփոխությունների առաջնորդներից մեկը ինքը հերքում է այս փաստը։ Մելիայի խոսքով նրա կալանքի գործընթացին մասնակցել է մոտ 50 ոստիկան, ինչը հերքում են վկա իրավապահ մարմինների աշխատակիցները։ Քրիստալ գրուպի սեփականատերը Վլադիմիր Ստեփանյանը դատապարտվեց ազատազրկման, քանի որ Ստեփանյանը վտանգ է ներկայացնում վկաների վրա ազդելու, ապացույցները ոչնչացնելու և թաքցնելու համար։ Դատավարության ժամանակ Ստեփանյանը օգտվել է լռելու իրավունքից։ Փաստաբանը միջնորդել է Ստեփանյանին ազատ արձակել 500 000 լարի գրավի դիմաց։ Դատախազությունը Վլադիմիր Ստեփանյանին մեղադրում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման մեջ, մինչդեռ
փաստաբան Թամար Մերլանիի խոսքով հողատարածքը, որտեղ Ստեփանյանը շինարարական աշխատանքներ էր իրականացնում, նրա սեփականությունն էր։ Դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Ստեփանյանը կառուցել է ավելի շատ բնակելի շենքեր, քան թույլատրելի էր օրենքով թույլտվությամբ։ Ստեփանյանը այս փաստը չի հերքել։ Ըստ դատախազության պարզվել է, որ Crystal Group-ի մի մասը կազմող Բակուրյանի Business Group ՍՊ-ի հիմնական գործունեությունը Բակուրյանի բնակավայրում հյուրանոցային տիպի բնակելի համալիրների կառուցումը ու հետագա վաճառքն էր։ Դատախազության տվյալներով Ստեփանյանը աստիճանաբար օտարացրել է անօրինական կառուցված բնակելի տարածքները։ Այս կերպ Բակուրյանի Business Group ՍՊ-ն ստացել է խոշոր չափի եկամուտ՝ 1,894,925 լարի։ Ստացած խոշոր գումարներին օրինական ձևակերպում տալու համար մեղադրյալը գումարի մի մասը մուտքագրել է Բակուրյանի Business Group ՍՊ-ի բանկային հաշիվներին, իսկ մի մասը փոխանցել է անձնական սեփականության տակ գտնվող հաշվեհամարներին։ Մեղադրանքը ճանաչելու դեպքում Վլադիմիր Ստեփանյանին սպառնում է 9-ից 12 տարի ազատազրկում։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Վրաստանի օրենսգրքում կատարված փոփոխությունները քննարկվել են երրորդ լսման ժամանակ և աջակցվել են Իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Փոփոխության համաձայն պաշտոնական կամ ֆինանսական հանցագործություններ կատարած անձիկ պետք է լրացնեն հայտարարագրեր և տեղադրեն տեղեկատվություն իրենց անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև փոխանցումների միջոցով ստացված գումարների մասին 30 տարվա ընթացքում։ Նախաձեռնությունը պատկանում է վրացական երազանքին։ 2026 թվականի պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակը քննարկվել և աջակցվել է Ֆինանսների և բյուջեի հանձնաժողովի կողմից։ Ֆինը հիմնական ֆինանսական փաստաթուղթը պատգամավորներին ներկայացրել է Գյորգի Կակաուրիձեն։ Նրա խոսքով դիտողությունների մեծ մասը կարտացոլվի բյուջեի վերջնական տարբերակում, որը 2 շաբաթվա ընթացքում կներկայացվի օրենսդիր մարմին։ 2026 թվականի պետական բյուջեն նախատեսված է 5% տնտեսական աճի համար։ Համախմբված բյուջեի ծախսային մասը աճում է 3 միլիարդ լարիով և կազմում է ավելի քան 35 միլիարդ լարի։ Տնտեսությունը, առողջապահությունը և սոցիալական հարցերը մնում են առաջնահերթություններ։